Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, ամերիկյան կողմն այն արդյունավետ է որակել։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում զարգացումները։ Truth Social-ի էջում Թրամփը հայտնել է, որ շատ ժամանակ են հատկացրել պատերազմի ավարտից հետո Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրին։ Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, վայրը կհայտարարվի։ Այնուհետև նախագահ Պուտինն ու ես կհանդիպենք համաձայնեցված վայրում Բուդապեշտում։ Կփորձենք վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս անպատվաբեր պատերազմին։ Կարծում եմ այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել։ Սպիտակ տանը լրագրողների հետ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Հունգարիայում Պուտինի հետ իր հանդիպումը կարող է կայանալ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ նախագահի կարծիքով ինչ-որ պահի կարող են երկխոսել նաև Վոլոդիմիր Զելենսկին և Վլադիմիր Պուտինը, սակայն հիմա դա բարդ է թվում, քանի որ ըստ Թրամփի Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հարաբերություններն ուղղակի սարսափելի են։ Անցած շաբաթ ավելի քան 7000 մարդ է սպանվել։ Ռուսներ և ուկրաինացիներ են զոհվում։ Կարծում էի պատերազմը հնարավոր կլինի շուտ դադարեցնել Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ։ Ով կմտածեր, որ Մերձավոր Արևելքում ավելի հեշտ կլինի գործարքի հասնել։ ԱՄՆ նախագահը չի բացառել հակառուսական պատժամիջոցների խստացումը, սակայն հուսով է, Պուտինի հետ զրույցն այնքան արդյունավետ կլինի, որ պատժամիջոցների փոխարեն խաղաղություն կհաստատվի։ Թրամփը և Պուտինն անդրադարձել են նաև Կիևին ամերիկյան Թոմահոք հեռահար հրթիռների հնարավոր մատակարարմանը։ Լրագրողի հարցին արդյոք Կրեմլի ղեկավարը փորձել է համոզել Թրամփին չվաճառել այդ հրթիռներն Ուկրաինային, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. Իսկ ուրիշ ինչ պիտի ասեր։ Այո, վաճառեք դրանք Ուկրաինային։ Ես նրան հարցրի, դեմ չեք լինի, եթե մի քանի հազար Տոմահոկ տամ ձեր հակառակորդին։ Նրան դուր չեկավ այդ գաղափարը։ Մեր հրթիռները դաժան են, հարձակողական եւ անասելի կործանարար։ Միևնույն ժամանակ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն էլ ունի Թոմահոկ հրթիռների կարիքը, ուստի չի կարող սպառել դրանց պաշարները։ Նախագահների հեռախոսազրույցը եւ ամերիկյան հրթիռների հարցը մեկնաբանել են Կրեմլից։ Վլադիմիր Պուտինը Թրամփի հետ զրույցում կրկնել է, որ հրթիռների մատակարարումը չի փոխի մարտի դաշտում իրավիճակը, բայց զգալի վնաս կհասցնի մեր հարաբերություններին եւ Ուկրաինայում խաղաղ կարգավորման հեռանկարին։ ՌԴ նախագահի օգնականի խոսքով Կրեմլի ղեկավարը հավատացրել է, որ Մոսկվան ցանկանում է խաղաղության հասնել դիվանագիտական միջոցներով։ Յուրի Ուշակովը հավելել է, նախագահների հեռախոսազրույցը եղել է անկեղծ, բովանդակալից եւ տևել է մոտ 2.5 ժամ, իսկ որպես հանդիպման վայր Հունգարիան առաջարկել է ամերիկյան կողմը։ Ավելի ուշ Թրամփի հետ զրուցել է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնելով, որ Բուդապեշտում արդեն սկսել են Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքները եւ ռուս-ուկրաինական կարգավորման այլ ասպեկտներ Թրամփը քննարկելու է Վոլոդիմիր Զելենսկու հետ, որն արդեն Վաշինգտոնում է։ Մինչ այդ Ուկրաինայի նախագահի օրակարգում են հանդիպումներ էներգետիկ, պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկումներ ՀՕՊ համակարգի ամրապնդման մասին։ Հուսով ենք ուժի և արդարության բանաձևը կաշխատի Ռուսաստանի դեպքում, ինչպես դա աշխատեց Համասի դեմ։ Մենք արդեն տեսնում ենք, որ Մոսկվան շտապում է վերսկսել երկխոսությունը, հենց լսում է Թոմահոկ հրթիռների մասին։ Չնայած հակամարտությունը երկխոսության միջոցով դադարեցնելու կոչերին եւ դա անելու կողմերի հայտնած պատրաստակամությանը, Ռուսաստանը եւ Ուկրաինան շարունակում են փոխադարձարվածները։ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով ռուսական ուժերն ամեն գիշեր թիրախավորում են հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էլ մտահոգություն է հայտնել, որ երկու երկրները դեռ պատրաստ չեն խաղաղության համաձայնագիր կնքել։ Մոսկվային եւ Կիևին չեն հաշտեցնում նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահի եռանդուն ջանքերը։ Դիանա Գասպարյան, լուրեր։